Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, սա Դարփինյանի ժամն է, հիշեցնեմ, պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարփինյանի հեղինակային հաղորդումն է, ով առաջին խոսափողի մոտ է, Դավիթ Խումարյանը երկրորդ խոսափողի մոտ է, բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ, սիրելի ունկնդիրներ, ողջունում եմ ձեզ։ Կրեմլում տեղի ունեցած խոսակցությունը իմ տպավորությամբ պոկեր խաղացողները կիմանան, տենց all-in տերմին կա, երբ որ մարդը ամեն ինչ դնում է, այսինքն բոլորը բացեցին կարտերը, մինչև վերջ բարձրացրեցին խաղադրույքները եւ ասեցին ինչ են մտածում իրար մասին։ Դե այդ ակնարկները Փաշինյանի, որ մեր մոտ ինտերնետը ազատ է, համընկավ Ռուսաստանում Telegram-ի 100%-անոց արգելքի հետ։ Եվ տենց ծանր խոսակցություններ ըստիս առաջի հերթին իմ առաջի հարցը է կապակցությամբ ինչի այդ զրույցը տեղի ունեցավ հրապարակային ըստ ձեզ, պարոն Դարփինյան։ Դավիթ ջան, ես պոկեր չեմ խաղում, այդ կապակցությամբ չեմ կարող որևէ գնահատական տամ պոկերի տեսանկյունից, բայց միջազգային քաղաքականության տեսանկյունից կարելի է գալ մի քանի եզրահանգման, քանի որ սկսեցիր հենց հայրուսականից, ես նույնպես շարունակեմ այդ պարագայում, մի քանի եզրահանգում անեմ, որոնք որ այլևս պոստուլատային արժեք ունեն, այսինքն դրանք ֆիքսվել են եւ միջազգային քաղաքականության դաշտում, եւ հայաստանյան դաշտում, եւ ռուսաստանյան։ Առաջին պնդումը, որ ես կանեմ այդ ամեն ինչի արդյունքում, որովհետեւ ոչ միայն Կրեմլում կայացած հանդիպման մասին է խոսքը, այլև դրանից հետո նրանց փոխվարչապետ Օվերչուկի տված լայնածավալ այդ հարցազրույցներ եւ իհարկե դրան հաջորդող ռուսական մամուլի հեռուստատեսության արձագանքները, որոնք բացարձակ հակա փաշինյանական էին եւ այդ իմաստով հակա հայաստանյան, որովհետեւ Փաշինյանը այնուամենայնիվ ներկայացնում է Հայաստանը եւ Հայաստան պետությունը։ Եվ այսպես մի քանի եզրահանգում։ Առաջինը, որ Ռուսաստանը հստակ ցույց տվեց, որ կողմնակից է եւ ցանկանում է Հայաստանում իշխանապողություն։ Սա հստակ էր, որովհետեւ ակնարկ եղավ այն մասին, որ Հայաստանում կան պրոռուսական ուժեր, որոնց պետք է պաշտպանել, թույլ տալ, որպեսզի նրանք մասնակցեն, արդեն նշանակում է, որ Փաշինյանը պրոռուսական չի։ Ընդհանրապես այդ պրոռուսական ասած այդ տերմինը բացարձակ մեծապետական է, որովհետև որևէ երկրում պրո այլ երկրի ուժեր պիտի չգործեն։ Նա աննորմալ է դա, եթե կա պրո կամ պրո ուրիշ եւ բան։ Եթե կա պրո այլ երկրի ուժեր, դրանց պետք է ուղղակի արգելել եւ համապատասխան տուժի ենթարկել, որովհետեւ չի կարող հայաստանյան քաղաքական դաշտում գործել պրո-ռուսական, պրո-ամերիկյան կամ պրո, չգիտեմ, ինչ ուժին ներկայացնող քաղաքական կառույց։ Բոլոր կառույցները պիտի լինեն պրո-հայկական։ Այո, պրո-հայկական լինելով հանդերձ նրանք կարող են նախապատվությունը տալ տարբեր տեսակի համագործակցությունների, թե Ռուսաստանի հետ, թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպայի, ում հետ ուզես, բայց նրանք պիտի առաջնահերթության կարգով լինեն պրո-հայկական։ Եվ ուրեմն այդ տերմինը արդեն մեր կողմից պիտի մերժվի, մենք չենք ընդունում այդ տերմինը։ Բայց նորից վերադառնալով առաջին պնդմանը, նրանք ցանկանում են Հայաստանում իշխանապողություն եւ պատրաստ են գործողությունների այդ իմաստով։ Սա առաջին պնդումն է։ Երկրորդը, որ Ռուսաստանը ցույց տվեց, որ կատեգորիկ դեմ է 1828 թվականից այս կողմ ստեղծված հավասարակշռությանը ռեգիոնալ։ Ըստ որում այդ ռեգիոնալ հավասարակշռության մեջ իրենց դիտարկմամբ մենք ընդհանրապես օբյեկտի դեր ենք կատարում, որովհետև Օվերչուկի հարցազրույցում կար հետևյալ տերմինը, որ երկու հզոր մեծ պետություններ, նկատի ուներ Ռուսաստանը եւ Թուրքիան, բաժանել են տարածաշրջանը Արաքսի ափով, Արաքսի երկայնքով, եւ ուրեմն պատասխանատու են տարածաշրջանի համար եւ ուրեմն կատեգորիկ դեմ են, ինչպես արտահայտվեց Օվերչուկը, օտար ուժերի ներկայությանը, այսինքն երկրորդ պնդումը այն է, որ նրանք բալանսի խախտմանը կատեգորիկ դեմ են եւ ուրեմն կանեն համապատասխան քայլեր։ Սա նույնպես մտահոգիչ է մեզ համար, այսինքն եւ առաջին եւ երկրորդ կետը ծայրահեղ մտահոգիչ են, մենք պիտի կարողանանք այստեղ հակա
հակաթույն, որովհետև երկուսն էլ տունավոր են, հակաթույն կարողանանք որոշել եւ գտնել եւ կիրառել։ Երրորդ պնդումը այն է, որ Եվրոպական միությունը Ռուսաստանի կողմից արդեն ընկալվում է որպես ռազմաքաղաքական թշնամի։ Ոչ թե կամ ոչ միայն կամ ոչ թե որպես տնտեսական միություն, որի դեմ տեղի ունենում տնտեսական որոշակի պայքար, այլ հենց որպես ռազմաքաղաքական թշնամի, եւ ուրեմն հայաստանյան ցանկացած շարժում դեպի եվրոպական ուղղություն դիտարկվում է նրանց կողմից որպես թշնամական։ Սա եւս շատ մտահոգիչ է, շատ ծայրահեղ վտանգավոր։ Այս մենք պիտի նույնպես այստեղ մեր հակաթույնը գտնենք։ Պիտի ասեմ, որ բոլոր 3 կետերի կապակցությամբ ես դեռ չեմ տեսել, չեմ զգացել, որ մենք այդ հակաթույնը գտել ենք։ Եվ չորրորդ իմ եզրահանգումը կայանում է նրանում, որ բոլոր հնարավոր միջոցները Ռուսաստանի կողմից այդ ակնարկը եղավ, կձեռնարկվեն, թե գյուղատնտեսական ապրանքների մուտքը սահմանափակելուն կամ արգելելուն ուղղված, օրինակ, հնչեց այն թիվը, որ 1.2 միլիարդ ամերիկյան դոլարի ծավալով Հայաստանը արտահանում է գյուղատնտեսական մթերքներ դեպի Ռուսաստան, այսինքն ակնարկ եղավ, որ դա կարող է արգելվի։ Գազի գների վերաբերյալ եղավ ակնարկ, որ Հայաստանը ստանում է շատ ավելի ցածր գնով, քան միջազգայինորեն եւ Եվրոպայում ընդունված գներն են, եւ Ռուսաստանը վաճառում է բացարձակայել գներով $600 1000 խորանարդ մետրի դիմաց, մենք ստանում ենք 177.5-ով։ Այնուհետև ակնարկ եղավ այն մասին, որ Ղարաբաղյան խնդիրը այնուամենայնիվ ավարտված չէ, ամենայն դեպս մտահոգիչ է։ Ինչից Բաքվում շատ վիրավորվել էին, պարոն Դարբենյան, չգիտեմ հետևել եք թե չէ։ Այո, Բաքվում եւս եղավ, բայց դա հնչեց հենց Պուտինի կողմից եւ Հա, Պուտինից էին վիրավորվել, մեզնից չէ։ Այո, սա նույնպես ցույց է տալիս, որ բոլոր միջոցները կիրառելի են լինելու մեր նկատմամբ, մեր դեմ եւ մեր հանդեպ։ Մի անհեթեթ բան հնչեց Օվերչուկի կողմից տակավին 3, որ եթե Հայաստանը միանա Եվրոպային, ապա ավիափոխադրումները կդադարեն, ճիշտ այնպես ինչպես հիմա Ռուսաստանը չունի ավիա որևէ փոխադրում Եվրոպայի որևէ երկրի հետ եւ ավելին Հայաստանի միջոցով են Եվրոպայի հետ շատ դեպքերում առնչվում Ռուսաստանի դաշնության քաղաքացիները։ Դա պիտի ասեմ, որ սա անհեթեթ մանկապարտեզային Դե նախ մանիպուլյացիա է, իհարկե, եթե Եվրամիություն դու չես թռնում, ինչ որ մեկը դառնա Եվրամիության անդամ, իհարկե չես թռնի։ Մանկապարտեզային բնույթի ակնարկներ են, որովհետև նախ Հայաստանը գիտեք Եվրոպային անդամակրվելու համար տասնյակ տարիներ են պետք, տասնյակ տարիներ։ Օվերչուկը երևի չի տեսնի այդ օրը, եթե նույնիսկ դա տեղի ունենա։ Օվերչուկներ կգան ու կգնան, բազմաթիվ օվերչուկներ կգնան եւ կանցնեն, բայց իհարկե դա չեն, տասնյակ տարիներ են պետք, այսինքն այսօր խոսել դրա մասին, որ Հայաստանը Եվրոպայի անդամ դառնալու կապակցությամբ կարող է զրկվել մեր շուկաներից եւ այլն, սա անհեթեթություն է ուղղակի, ես ցավում եմ, որ Ռուսաստանը գնաց այս ճանապարհով, այսինքն որևէ բան չի փոխվել մեծապետական մոտեցումներից եւ ցավում եմ, որ Ռուսաստանը պատրաստ չէ դիտարկել Հայաստանը որպես սուվերեն երկիր, որպես մի երկիր, բարեկամական երկիր, բարեկամական ժողովուրդ, որը երբևէ որևէ վտանգ չի ներկայացրել Ռուսաստանի համար, երբևէ որևէ վնաս չի պատճառել Ռուսաստանին։ Եվ հակառակը մշտապես նպաստել է Ռուսաստանի բարգավաճմանը, զարգացմանը եւ թե մեր Սփյուռքի կողմից ներդրված ջանքերի եւ նրանց շնորհիվ եւ թե մեր պետության, որտեղ պետությունը մշտապես եղել է Ռուսաստանի համար բարեկամական երկիր, Ռուսաստանի նկատմամբ միայն բարին է դրսևորել եւ ես ցավում եմ, որ Ռուսաստանը այսօր պատրաստ չէ մեզ ընկալել որպես առանձին վերցրած սուվերեն երկիր, որը կարող է իր շահերից ելնելով սուվերեն որոշումներ կայացնել։ Իմ անցյալ տարի ես մի հարցազրույց տվեցի ռուսական լրագրողներից
Վիտալի Դիմարսկուն եւ այնտեղ ես նկարագրեցի թե ինչպես եմ ես տեսնում հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանը այնուամենայնիվ ձգտում է ուզում է ցանկանում է հայտարարում է ամենայն դեպս որ ազատ երկիր ենք ուզում ստեղծել ազատ արժեքներով որտեղ քաղաքացին ազատ է որտեղ այո լիբերալ կանոններ են գործում եւ ցանկություն հայտնեցի որ Ռուսաստանում հասկանան որ իրենց նույնպես հարկավոր է գոնե մեկ ազատ երկիր բարեկամ որովհետեւ բոլոր նրանց բարեկամները ցավոք սրտի այսօր ազատ երկրներ չեն ավելին այսօրվա ամերիկյան բավական կոշտ քաղաքականության արդյունքում Ռուսաստանը մեկը մյուսի ետևից զրկվում է այդ ոչ ազատ երկրներ բարեկամներից զրկվեց Սիրիայից օրինակ Սիրիան ըստեյության Ամերիկա թուրքական ազդեցության եւ մի քիչ էլ Իսրայելի մասնակցությամբ մասնատվեց եւ ռուսներին ըստեյության այնտեղից ուղակի ճանապարհեցին Ռուսաստանը զրկվում է Աֆրիկայում իր դիրքերից Ռուսաստանը այսօր շատ մոտ է այն իրավիճակին, երբ Իրանը որպես ստրատեգիական գործընկեր բարեկամ երկիր նույնպես ջախջախման եզրին է գտնվում, դրան մենք դեռևս կանդրադառնանք այսօր ինչու չի կարելի դիտարկել Ռուսաստանի համար մեկ նման փոքրիկ պատուհան որպես ազատ երկրի միջոցով ազատ աշխարհի հետ շփման միջոց եւ հնարավորություն ինչու չի կարելի սա դիտարկել Կաղապարված է ռուսական քաղաքական միտքը ցավոք սրտի եւ քաղաքական գործիչները ղեկավարվում են տասնամյակներ առաջ ձևավորված մոտեցումներով Հայաստանի նկատմամբ ոչ միայն նաեւ Հայաստանի նկատմամբ նաեւ Ադրբեջանին դա վերաբերում է ԱՊՀ անդամ ցանկացած երկրի նրանք հին կաղապարված մոտեցումներով են մոտենում եւ դա նշանակում է որ նրանք չեն հաջողելու, որտեղ հին մոտեցումները նոր աշխարհում չեն գործում, չեն կարող գործել։ Հասկանում ես, եղան նաև առանձնահատուկ մի քանի շեշտադրումներ, որոնց վերաբերյալ նույնպես պիտի խոսենք, այսինքն այս ամբողջը, այս 4 հետևությունները, որ ես արեցի, դրանք բոլորն էլ վտանգավոր են մեզ համար եւ ամեն մեկի կապակցությամբ մենք պիտի կարողանանք գտնել դրանց հակաթույները, ինչու որտեղ թունավոր են բոլոր 4 կետերը։ Ես ցավում եմ, գիտես, Պուտինը արտահայտվեց, որ իր ցանկացած գործողությունները Ռուսաստանի Դաշնության որպես պետության ի նպաստ են լինելու հայ ժողովրդին։ Հիմա ես հարց եմ տալիս, ասենք, գազի գների բարձրացումը կամ դրա սպառնալիքը ի նպաստ է լինելու հայ ժողովրդին, իհարկե ոչ, հա։ Այսինքն, եթե ի նպաստ է, եղբայր, եկեք ի նպաստ գործենք, եկեք փորձենք այնուամենայնիվ գտնել չվախեցնել մեկս մյուսին, հա, որ նրանք ասում են, սպառնում են, որ ավիափոխադրումները կկանգնեցնեն, տասնամյակներ կան մինչև այդ պահը, սպասեք։ Բայց արդյոք իրանք այդ պահի մասին են խոսում, պարոն Դարփինյան։ Իմ տպավորությամբ իրանք այդ պահի մասին չեն խոսում ու մի բան եմ ուզում ձեզնից հարցնել։ Իմ տպավորությամբ Ռուսաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ չէր խոսում։ Ինքը հայկական հասարակության հետ էր խոսում։ Ես տենց տպավորություն ստացա, որտեղ հակառակ պարագայում ինչ իմաստ ուներ դա անել տեսախցիկների առջև։ Կարային ներսում դրա մասին խոսային, երկար բարակ վիճեին, չգիտեմ, մեկը մյուսին պատմեր, թե Հայաստանում Facebook-ը ինչ վիճակում է եւ այլն, բայց դա հրապարակային արվեց եւ հետեւաբար ինքը այդ ազդակները ինձ, ձեզ եւ հայ ժողովրդին էր ուզում հասցնել, չէ՞։ Ես տենց հասկացա process-ը։ Այո, Փաշինյանի հետ խոսակցություն գնաց մեր բոլորի հետ եւ նախազգուշացում գնաց մոտակա ընտրությունների կապակցությամբ, որ տեսեք, մենք լրիվ այլ կերպ ենք տեսնում ձեր ապագան, դուք ձեր գլխի ճարը տեսեք, այսինքն գնացեք ընտրությունների եւ համապատասխանաբար ընտրություն կատարեք $600 եւ $77.5 միջև եւ կամ գյուղատնտեսական ապրանքների շուկայի արկայության եւ դրա սահմանափակման կամ չեղարկման միջև։ Սա ճիշտ դիլեմա չի, իմ կարծիքով, սա չի բերելու բարեկամական հարաբերությունների կամ մթնոլորտի, սա բերելու է լարվածության, այդ թվում նաեւ նախընտրական եւ ընտրական process-ների, որը ի նպաստ չի լինելու ոչ հայ պետությանը, ոչ հայ ժողովրդին։ Ոչ էլ հայ-ռուսական հարաբերություններին։ Ոչ էլ հայ-ռուսական հարաբերություններին։
Մի քանի նաև կոնկրետ արձանագրումներ եղան, նորից այդ կոմպլեքսն ենք մենք դիտարկում, ոչ միայն Պուտին-Փաշինյան հանդիպումը, նաև Օվերչուկը, նաև ռուսական մամուլի լուսաբանումը պրոցեսների, մի քանի արձանագրում։ Հարավկովկասյան այսպես կոչված երկաթգիծը նրանք պատրաստ չեն զիջելու։ Հայաստանը իմ կարծիքով անհեթեթ առաջարկ էր կատարել Ղազախներին տալու հետ կապված։ Չէ, անհեթեթ, ընդհանրապես, Հայաստանը չպարզաբանեց, որ ղազախների մասին է խոսքը, ասացին, որ ճիշտ կլինի, որ կոնցեսիան փոխանցվի Հայաստանի եւ Ռուսաստանի համար հավասարաչափ բարեկամական երկրի, հետո մենք պարզեցինք, որ խոսքը Ղազախստանի մասին է, բայց ես հարց եմ տալիս հարգելի կառավարիչներ, ինչ է նշանակում ճիշտ կլինի, որ կոնցեսիան փոխանցվի Երկաթգծի տերը Հայաստանի Հանրապետությունն է, կոնցեսիոն կառավարումը ընդհանրապես կառավարիչ է այսօր Ռուսաստանի երկաթգիծը եւ մեր բացթողումն է մեր երկրի կառավարիչների բոլոր ժամանակների 2008 թվականից սկսած, երբ հանձնվեց դա կոնցեսիոն կառավարման, գիտես պետությունը բացառիկ իրավունք պետք է ունենա ցանկացած պահի դադարեցնել այդ համաձայնագիրը ֆիքսելով այն խնդիրները, խնդիրները, այն բացթողումները, չարաշահումները, չգիտեմ, գողությունները, որոնք տեղի ունեցել, ֆիքսելով, արդյոք դրանք ֆիքսված են թե ոչ, արդյոք մենք պատշաճ կերպով վերահսկողություն ենք իրականացրել այդ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը ռուսական ՌԺԴ-ի կողմից, արդյոք մենք ի վիճակի ենք դա ներկայացնել ռուսական կողմին, երևի թե ոչ, հասկանում ես, որովհետև եթե մենք ի վիճակի լինենք դրանք ներկայացնելու, մենք հանգիստ կարող ենք դադարեցնել կոնցեսիոն պայմանագիրը եւ շարունակել կառավարել մեր երկաթգիծը, քանի որ մենք թերացել ենք այդտեղ եւ թույլ են մեր դիրքերը, ես այդպես եմ գնահատում իրավիճակը, առաջանում է այդ անհեթեթ առաջարկը, եկեք Ռուսաստանից կառավարումը տեղափոխենք Ղազախստանին, բնականաբար ռուսները չեն համաձայնվել դրան, բայց ես այլ հարց ունեմ մեր հարգարժան բարեկամներին ռուսական, որն էր ձեր նպատակը 2008 թվականին կոնցեսիոն այս համաձայնագիրը ստորագրելու, որն էր ձեր նպատակը, արդյոք դա բիզնեսն էր, հավանաբար ոչ, որովհետև դուք այսօր ներկայացնում եք, որ բազմամիլիոն ներդրումներ են կատարվել, ու տենց ինքը շատ վատ վիճակում է, եկամուտ չկա, ծավալ չկա, որևէ բան չկա, բա որն էր ձեր նպատակը, աշխարհակաղակական նպատակներ մեզ վերահսկողության տակ պահելու եւս մեկ լծակ ունենալու մեր արժեվ, դա այդքան էլ արդար չէ մեր նկատմամբ, հա։ Եվ իհարկե այստեղ այս հանգույցը լուծելու միակ տարբերակը այն է, որ ՌԺԴ-ի նկատմամբ հստակ խնդիրներ դրվեն, եթե մենք ունակ չենք դադարեցնելու պայմանագիրը վերահսկողության բացակայության պատճառով թերացել ենք որպես պետություն բոլոր ժամանակների պետությունն նորից եմ կրկնում կառավարությունները եթե թերացել ենք եւ ի վիճակի չենք դադարեցնելու պայմանագիրը մենք պիտի ուղղակի պարտադրենք նրանց արդեն նոր պայմաններում բացարձակ էֆեկտիվ կերպով կառավարել այս ամեն ինչը վերականգնել այդ 12 կիլոմետրը, որը որ անհրաժեշտ է մեզ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գծերը աշխատացնելու համար եւ պարտադրել Ռուսաստանին պարտավորություն վերցնել իրենց վրա, որ իրենց ապրանքածավալները տեղափոխեն այդ ճանապարհով, որովհետեւ Օվերչուկի գնահատմամբ Օվերչուկի այդ հոդվածում ուրեմն կար հետևյալ միտքը, որ ինչու պիտի Ռուսաստանը նախընտրի այս ճանապարհը, մենք կարող ենք նախընտրենք Իրանով դուրս գալ դեպի։ Ասես նաև որ Չինաստանը չի նախընտրել այդ ճանապարհը։ Մենք Չինաստանն էլ ասեց կարող է պատահի մենք նախընտրենք Իրանով գնալ, ինչի պիտի նախընտրենք Հայաստանով գնալ։ Դե ուրեմն մենք պիտի պարտադրենք հիմա արդեն ՌԺԴ-ին ասենք, եղբայր, նախ վերականգնեք այդ ուրեմն երկաթգիծը, այնտեղ որտեղ որ դա չեզոքացված է, վերականգնեք շինարարությունը իրականացրեք եւ ապահովեք այդտեղ այդ բեռների ծավալը, որովհետեւ դա նույնպես ձեր խնդիրը պիտի լինի, որտեղ ռուսական բեռները առնվազն գոնե պիտի ձեր երկաթգծով գնա, ձեր երկաթգծով պիտի գնա եւ եթե դուք եք սրա տերը եւ ավելին նաեւ Չինաստանի հետ համագործակցությամբ կարող եք սա ապահովել։
Սա մեկ, երկրորդը, այսինքն սա երկաթգծի հետ կապված, նրանք պատրաստ չեն զրկվելու իրենց մենաշնորհից փաստորեն կառավարման, եւ մենք պիտի պարտադրենք այստեղ նոր պայմաններում արդեն շատ ավելի էֆեկտիվ աշխատել։ Երկրորդը շատ ծանր մեղադրանք եւ վիրավորանք եղավ մեր պետության նկատմամբ ատոմակայանի հետագա շահագործման հետ կապված, շահագործման ժամկետի երկարացման հետ կապված խնդիրներում, որովհետև ասվեց կոնկրետ, որ մենք, այսինքն Ռուսաստանը մշակել է երկարաձգման ստրատեգիան, մեր ատոմակայանի գործունեության երկարաձգման ստրատեգիան, բայց այդ պայմաններում, այդ երկարաձգման հետ կապված ծախսերում Հայաստանը ներգրավում է ոչ ռուսաստանյան, այլ երկրների, արևմտյան երկրների ընկերություններ, որոնք աշխատում են դրա վրա, որոնք դրա փորձը չունեն։ Այսինքն ինչ-որ գումարներ գնում են արևմուտք են գնում այն ծրագրի շրջանակներում, որը ռուսաստանյան ատոմակայանի ժամկետի երկարաձգման մասին է խոսքը, սա լուրջ վիրավորանք էր եւ սրան նույնպես պետք է պատասխան տալ։ Ես չգիտեմ ինչպիսի պատասխան է գնալու հայկական կողմից, ամենայն դեպս մինչեւ 2036 թվականը սա էլ ասվեց, որ գիտես մինչեւ 31 թվականը կարծես թե պարզ է ինչ պիտի արվի, բայց 31-ից 36-ը պարզ չէ, հայկական կողմը անելիքներ ունի։ Սա նույնպես սպառնալիք էր, այսինքն հնարավոր է, որ 31 թվականից հետո ռուսները ուղղակի ետ քաշվեն, ասեն մենք այլևս այստեղ խնդիր չենք տեսնում։ Ամերիկյան ընկերություն կա, որ Ուկրաինայում կառավարում է նմանատիպ ատոմակայաններ, այսինքն նույն մոդելի։ Դա ջան, խոսքը կառավարման մասին չէ։ Մենք այս մոդելի, այս ատոմակայանը այնուամենայնիվ փակելու ծրագիր ունենք, մենք ոչ թե կառավարման խնդիր ունենք, այլ փակելու եւ փակելու վերջնաժամկետը 2036։ Չէ, երկարաձգել են եւ շարունակում են սպասարկել, այսինքն եւ երկարաձգում է աշխատանքի եւ սպասարկումը ամերիկյան ընկերությունն է անում։ Ուկրաինայում երկուսը կա, եթե ես չեմ սխալվում, այդ մոդելի։ Ուկրաինան ընդհանրապես իր էներգա ապահովման մոտ 50% ատոմակայաններից է սնվում։ Այո, հիմա այսօր արդեն ռուս-ուկրաինական այս պատերազմի պայմաններում ամերիկացիները ստանձնել են կառավարումը, Զապորոժիայում կարծեմ ընդհանրապես կանգնած է այդ բլոկը, որտեղ նույնպես շատ վտանգավոր է ամեն ինչը։ Հիմա 2036 թվականի հետ կապված ես ունեմ արդեն մտահոգվածություն, որովհետև առնվազն 10 տարի է հարկավոր նոր ատոմակայան կառուցելու նախագծելուց մինչև շահագործման հանձնումը 10 տարի հարկավոր։ Այդ 10 տարին մենք արդեն կարծես կորցնում ենք, 2006-ն է, մենք դեռ որևէ բան չենք կողմնորոշվել, իսկ Փաշինյանի կողմից անցյալ շաբաթ ներկայացված արդեն քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում ատոմակայանը ընդհանրապես ֆիքսված չէ որպես առաջնահերթություն։ Գրված է եւ մենք նաեւ, այսինքն առաջնահերթություն են արևային, քամին, բիոգազը, սրանք առաջնահերթություն են, նաեւ կൂട്ടակային համակարգը։ Ու էլի սուտ, էլի պարոն Դարփինյան, մենք հաճախ առիթ ենք ունենում արևային էներգետիկայով զբաղված մարդկանց հետ զրուցելու, թե տաղավարում, թե տաղավարից դուրս, տոտալ դժգոհ են։ Էներգետիկայի մասին խոսացող պետությունը, էներգետիկայի նախարարությունը փակել է, նորը չի բացում։ Դա հիմա նոր իրավիճակ է լինելու ընտրություններից հետո, հուսով եմ, որ առանձին կլինի էներգետիկայի խնդիրներով զբաղվող պետական կառույց, բայց նորից եմ կրկնում, որ ատոմակայանից զրկվելը դա պետության նկատմամբ շատ ծանր հանցանք է իմ կարծիքով եւ մենք իրավունք չունենք դրանից զրկվելու, իրավունք չունենք դա դիտարկելու, որպես նաեւ ատոմակայանով կզբաղվենք, առաջնահերթության կարգով կզբաղվենք արևով եւ քամիով, որտեղ արևը լավ հասկացանք 200-ից ավել օր տարվա ընթացքում ունենք այդ արևը, բայց արևը կա, կլիմա է, կարող է փոխվել մեկ եւ առավոտ կա, գիշերը չկա, քամի կարող է լինի, կարող է չլինի, հետո կൂട്ടակային համակարգը դա շատ թանկարժեք ընդհանրապես ձեռնարկ է, եթե մենք էներգիայի կൂട്ടակման համակարգեր պիտի ստեղծենք, այդ ծրագրում Փաշինյանի նախընտրական ծրագրում կար երկու թիվ, որ մոտ 2000 մեգավատ վերականգնող էներգետիկայի ծավալներով կապահովենք մինչև 31 թվականը եւ մինչև 600 մեգավատ կൂട്ടակային։
դե չեղավ, եթե կուտակայինը պիտի ավելի շատ լինի, քան քո հնարավորությունները եւ նորից այս համակարգի ստաբիլ գործելու համար մեզ ուղղակի անհրաժեշտ է ատոմակայան ունենալը։ Երկուսից մեկն է, կամ պիտի ատոմակայան ունենաս, կամ պիտի ջերմաէլեկտրակայաններ ունենաս։ Երկուսից մեկն է ստաբիլիզացնող համակարգը էներգետիկայի։ Ջերմակայանը էկոլոգիական տեսանկյունից եւ շատ թանկ է եւ շատ վնասակար, հա, որտեվ գազ պիտի ներմուծենք, հա, կամ ածուխ պիտի վառենք։ Ասենք օրինակ Չինաստանում ածուխ են վառում, նրանց վեճը էկոլոգիական խորը խնդիրներ նրանց վեճը չի, ասենք ածուխ են վառում, մենք գազ ենք վառում, բայց սա թանկ է նստում մեր վրա, հա, ատոմակայանը այլ ընտրանք չունի այստեղ եւ ոչ թե մոդուլային ատոմակայանը, այլ հենց այն ատոմակայանը այն հզորությամբ, որը մենք տեսնում ենք, առավել քան 1000 մեգավատ հզորություն եմ ես տեսնում եւ այստեղ Ռուսաստանի հետ պետք է լինել շատ զգույշ, ավելին իմ կարծիքով պետք է պարտադրել Ռուսաստանին ատոմակայանը նախագծել եւ կառուցել։ Նրանք այսօր աշխարհով 26 ատոմակայան են կառուցում եւ եւս մոտ 20 ատոմակայան Ռուսաստանում են փորձում կառուցել, այսինքն երկուսը մենակ մեր ռեգիոնում, Թուրքիայում եւ Պարսկաստանում։ Նրանց կոնտրակտները ՍՊԱ-ի դրությամբ Ռոսատոմի արտասահմանյան կոնտրակտները առավել քան 120 միլիարդ դոլարի կոնտրակտներ ունեն իրանք այսօր կնքված, այսինքն աշխարհով ընդունված համակարգ է, որից հրաժարվելը մեծ ռիսկայնություն է իր մեջ պարունակում, այստեղ ես համաձայն եմ։ Երևի միակ կետն է, որտեղ ես համաձայն եմ ռուսների հետ, ոչ միայն ես։ Ես շփվում եմ հայ էներգետիկների հետ, պրոֆեսիոնալների հետ, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ զբաղվել են այդ հարցերով, նրանք նույնպես համակարծիք են։ Դա միակ կետն է, որտեղ ես համաձայն եմ Օվերչուկի հետ։ Եվ իհարկե սպառնալիք հնչեց, որ Տրամփի ուղին չի ծառայելու միջազգային փոխադրումների համար, այլ ծառայելու ընդհանրապես Ադրբեջանի եւ Թուրքիայի կապը ապահովելու համար, այստեղ նույնպես ես տեսնում եմ, այո, ռացիոնալ ցավոք սրտի մտորում, որովհետև Թուրքիան կառուցում է այնուամենայնիվ Ղարս Նախիջևան երկաթգիծը, որը մոտ 242 կիլոմետր է, չեմ սխալվում, այսինքն առավել քան 2.5 միլիարդ դոլար պատրաստ են նրանք ծախսելու եւ սկսել են արդեն շինարարությունն են սկսել, այսինքն կա նախագիծը եւ սկսել են շինարարությունը եւ ակնհայտ է, որ այդ շինարարությունը ենթադրում է բավական լուրջ տեխնոլոգիական հագեցվածություն, բավական արագ հնարավորություն ուրեմն շարժակազմերը օգտագործելու եւ այո, եթե դա կառուցվելու է, ապա մեղրի այս հատվածի շահագործումը նույնպես մնում է մեծ հարցականի տակ, այսինքն մենք կարող ենք այդ մեղրիով մեր բեռները բերել Հայաստանը սպասարկել, բայց եթե Ռուսաստանի, Չինաստանի մասնակցությունը չլինի այստեղ, մենք կարող ենք հայտնվել իսկապես շատ խաղից դուրս վիճակում։ Ցավոք սրտի, այստեղ նույնպես կարելի է այդ մտորումներին համաձայնվել։ Այսքանը երևի հայ-ռուսական հարաբերությունների մասով, Դավիթ ջան, դու սկսեցիր, դու էր մեղավորը։ Հա, ես մի քիչ անցնենք այլ խնդիրների, ուրեմն ԱՄՆ-ն շարունակում է իր ռազմական գործողությունները բավական կոշտ հայտարարություններ են հնչում նախագահ Տրամփի կողմից, ըստ որում խոսքը գնում է, այսինքն վերջնաժամկետ է նշանակված երեքշաբթի օրը ժամը 8 երեկոյան, որ դրանից հետո եթե Իրանը չբացի Հորմուզի այդ նեղուցը, ապա Միացյալ Նահանգները կսկսեն ռմբակոծել էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքները, այսինքն արդեն պատերազմը գնում է ժողովրդի դեմ, որովհետեւ էներգետիկ եւ տարբեր տեսակի ենթակառուցվածքների ոչնչացումը դա ուղղակի արդեն սպառնում է ժողովրդի կյանքին։ Սա շատ վտանգավոր հայտարարություն է, բոլորը զարմացած են այդ հայտարարության վրա, անկեղծ ասած։ Թրամփը շարունակում է իր ոճով իր գործելակերպը, մեկ հաջողություն գրանցեց վերջերս, Իրանը խոցել էր ռազմական օդանավը, ամերիկյան երկու օդաչու կար, որից մեկը չէր կարողացել փրկվել եւ գտնվում էր Իրանի սարերում։ Եվ իրանական կողմը եւ Միացյալ Նահանգները նպատակ էին դրել այդ մեկ օդաչուին
կենթանի վերցնել, ամերիկացիները ուզում էին փրկել, իրանցիները ուզում էին ձերբակալեին, ուզում էին ուղղակի գերի վերցնել։ Հաջողություն արձանագրեց Թրամփը, իսկապես բավական հաջողված ձեռնարկ էր։ Դավիթ, ծախսվեց $350 միլիոն այդ մեկ հոգու ազատագրելու համար։ $350 միլիոն ծախսը արդեն արձանագրված է։ 5-6 ինքնաթիռ այդտեղ կորցրել Միացյալ Նահանգները։ Չէ, հարցը ինքնաթիռ, միայն այդ մեկ օտաչուի ինքնաթիռները չհաշված, այդ օպերացիայի ընթացքում էլ է։ Ինքնաթիռները չհաշված, ծախսերը, որոնք որ անհրաժեշտ են եղել այդ մեկ հոգուն փրկելու համար, $350 միլիոն է կազմել։ Սա ռեկորդային թիվ է, բայց ես մտաբերեցի, որ կար եւս մեկ նախագահ, որը դրանից մի 10 անգամ ավել ծախսեց իր մի հոգի հանցագործին ազատագրելու համար։ Դա նախագահ Ալիևն էր, Ադրբեջանի, որը Հունգարիային կաշառեց եւ մոտ ավելի քան $3 միլիարդ պետական պարտատոմսեր գնեց հունգարական եւ դրա դիմաց վարչապետ Օրբանը, Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Այդ ժամանակ Օրբանն էր արդեն։ Իհարկե, Օրբանն արդեն 19 տարի է, Դավիթ ջան, 19 տարի է ղեկավարում է այդ պետությունը։ Այդ պետությունը դարձրել է եվրոպական արժեքներին հակառակ գնացող մի տիրույթ։ Այո, Ալիևը ծախսեց մոտ 3-ից ավել $1 միլիարդ, որպեսզի կաշառի այդ ընկերոջը եւ իր մարդասպանին հանցագործին ուղղակի այդպես ֆանֆարներով ընդունեցին Բաքվում։ Բայց ես ուզում եմ վերադառնալ Օրբանին, Հունգարիայում այս շաբաթվա ընթացքում տեղի ունենալու ընտրություններ, 19 տարի կառավարող Օրբանը մեծ վտանգի տակ է։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հայկական տաղավարում վերջապես հնչեն այս խոսքերը։ Օրբանը միջազգային հանցագործ է, իմ պատկերացմամբ հայ ժողովրդի համար մեկ թշնամիներից է ընդհանրապես, կաշառակեր արարած է ուղղակի, անբարոյական, որովհետև այդ հանցանքը, որ ինքը գործել է մեր նկատմամբ, ազատելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին, չի կարող մոռացվել։ Գիտես, պետությունը եւ պետական այրերը կարող են մոռանալ, կարող են ելնելով այսօրվա անհրաժեշտությունից եւ նպատակահարմարությունից քաղաքական կամ միջազգային ներել Օրբանին, բայց ես ուզում եմ այստեղ հնչեցնել, որ հայ ժողովուրդը դա չի ներում, հայ հասարակությունը չի կարող դա ներել եւ Օրբանը միջազգային հանցագործ է։ Մեզ լսում են նաեւ մեր միջազգային ունկնդիրները, ես ուզում եմ, որ սա հնչի հայկական տաղավարում, երբևիցե սա չի հնչել։ Ավելին, Օրբանը իմ կարծիքով վտանգի տակ է պահել ամբողջ եվրոպական հանրությունը, օրինել է մի տեսություն, որը կոչվում է ոչ լիբերալ դեմոկրատիա, ըստ էության ամբողջական վերահսկողության տակ է վերցրել համալսարանները Հունգարիայի, համալսարանները, որոնք ազատ մտքի գեներացնող կենտրոններ են ամբողջ աշխարհում, այնտեղ չկա այդ ազատ միտքը, ծաղկում է կաշառակերությունը այդ երկրում, Հունգարիան տորպեդահարում է եվրոպական բոլոր որոշումները գրեթե, որոնք կապված են Ուկրաինայի եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Հիմա Օրբանը հանդես է գալիս նույնպես պատերազմ թե խաղաղություն այդ բանով, նշանաբանով, նկատի ունի պատերազմը, որը Եվրոպան ֆինանսավորում է Ուկրաինային, այսինքն մեծագույն թշնամի է համարում Ուկրաինային եւ Ուկրաինայի վարչապետին, Ուկրաինայի պրեզիդենտին, այսինքն նախագահին Զելենսկուն, բայց ես պիտի ասեմ, որ ի տարբերություն մեզ Ուկրաինան իրեն շատ արժանապատիվ պահեց Հունգարիայի նկատմամբ, այսինքն նրանք չզիջեցին Ուկրաինային եւ բոլոր արտակներում նրանց ուղղակի ներկայացնում են որպես բարբարոսներ, որոնք խաթարում են ուղղակի եվրոպական ընթացքը։ Ես կարծում եմ, որ Օրբանի մենք պիտի նույնպես ցանկանանք Օրբանի պարտությունը, որովհետև այսօրվա աշխարհում ամերիկացիների Միացյալ Նահանգների նման դրսևորումների բարագայում, երբ մենք տեսնում ենք, որ նրանք փաստորեն քանդում են ամբողջ կառուցվածքը եւ անվտանգային կառուցվածքը այդ թվում,
արևմտյան ամբողջ կառուցվածքը, սա դրդում է եվրոպացիներին լինել միասնական, իսկ միասնական Եվրոպան կարող է լինել միայն լիբերալիզմի շուրջ։ Տեսնում ես հակասությունը ինչպիսին է։ Կարծես թե գլուխ էին բարձրացրել եւ Ֆրանսիայում եւ Գերմանիայում ազգայնական ուժերը, Գերմանիայի խորհրդարանում նրանք ներկայացված են, Ֆրանսիայի խորհրդարանում են ներկայացված ազգայնականները եւ կարծես թե այնպիսի պրոգնոզներ էին գնում, որ հետագայում Եվրոպան կարծես կդառնա ազգայնական աճ պահպանողական ուժերի կենտրոն, բայց Թրամփի այս վարկագիծը եւ Օրբանի վարկագիծը իմ կարծիքով դրդում են Եվրոպային այսօր լինել հակառակը միասնական։ Մի բան էլ Մեծ Բրիտանիան է միացել այս տենդենսին եւ ես կարծում եմ, որ սա Եվրոպայի լիբերալիզմը կփրկի։ Այսպիսի պերսոնաժները, ինչպիսին են Թրամփը եւ Օրբանը, կփրկեն Եվրոպայի լիբերալիզմը։ Ամենայն դեպս ես ցանկանում եմ Օրբանի ձախողումը եւ հուսով եմ, որ դա կիրականանա։ Պարոն Դարբինյան, սիրելի ռադիո լսողներ, ցավոք սրտի Պուտինն ու Օվերչուկը մեր հաղորդման ամբողջ ժամանակը տարան մեզնից 36 րոպե արդեն եթերում ենք։ Ես տեսնում եմ պարոն Դարբինյանի մատյանում ահագին թեմաներ կան, ձեր թույլտվությամբ հաջորդ հաղորդմանը շարունակենք։ Խնդրեմ։ Ցավալիորեն այսօր շատ խոսեցինք Ռուսաստանից, իրականում լավ բան էլ չխոսեցինք, էլի նենց չէր լավ առիթով ենք սրան վերադարձել։ Սա Դարբինյանի ժամն էր, Դավիթ Խումարյանը այն ձեզ համար վարեց, երկրորդ խոսափողի մոտ Արմեն Դարբինյանը, պրոֆեսոր ակադեմիկոս, առաջին խոսափողի մոտ էր իր տեղում։ Մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։ Այսօր այսքանը։